Ռուսական շուկան առանց հայկական ծաղկի։ Ռուսաստանի անասնաբուժական եւ բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակել է Հայաստանից ծաղիկների ներմուծումը։ Սահմանափակումը կգործի մինչև Հայաստանում ջերմոցային տնտեսությունների ստուգման եւ արդյունքների վերլուծության ավարտը, ինչպես կազդի այս ժամանակավոր արգելքը Հայաստանի տնտեսության վրա։ Եթե ջերմուկի սահմանափակումը մեծ ազդեցություն չուներ տնտեսական, որտեղ ջերմուկը այնպիսի ապրանք է, որ ողջունության ժամկետ չունի եւ սահմանում չի փչանում, այսինքն դա կարելի է համարել որպես նախազգուշացում, ապա այս միջոցառումները արդեն իրական տնտեսական վնաս են պատճառում, որտեղ վարդերը կամ ծաղիկները, ասենք, այնպիսի ապրանք են, որ արագ պիտի տեղ հասնեն եւ շուտ փչանում են, այսինքն արդեն մեր տնտեսվարողներ այստեղ խնդիրներ ունեն եւ արդենից որ վնասներ ունեն։ Նույնը վերաբերվում է այլ ապրանքներին, այսինքն վայլբերիսի ապրանքները մեր ճիշտ կարող է վաղեմության ժամկետի խնդիր չունեն, սակայն էլի իրենց մինչև Ռուսաստան հասնելը խնդիրներ է առաջացնում։ Որ հայաստանյան ձեռնարկություններում համատեղ ստուգումներ են սկսվելու, կողմերը հայտնեցին օրեր առաջ։ Հիմա արդեն հայ եւ ռուս մասնագետները Երևանում քննարկել են վերահսկողական միջոցառումների օրակարգում ընդգրկված հարցերը։ 7 օրվա ընթացքում կստուգվեն բուսաբուծական 8 արտադրավայր եւ ձկնաբուծական 4 արտադրություն։ Նպատակն է պարզել Հայաստանից Ռուսաստան ներմուծվող բուսասանիտարական եւ ձկնաբուծական ենթահսկման արտադրության համապատասխանությունը ԵԱՏՄ օրենսդրության պահանջներին եւ նորմերին։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով վերջին 1 տարվա ընթացքում Հայաստանում ստեղծվել են բազմաթիվ ջերմատնային տնտեսություններ, այդ թվում վարդի կամ այլ ծաղիկների, որոնց նմանը չկա ԵԱՏՄ-ում։ Հայաստանում եղած ջերմատնների մի էական մասը, հատկապես գերժամանակակից տեխնոլոգիաներով, իրապես կցանկանային ԵԱՏՄ այլ երկրները եւս այդպիսի տեխնոլոգիաներ շատ ունենային, այսինքն իրենց ամենալավագույններ, եթե կա էլ, իրենց ամենալավագույնների նման է մեր ջերմատնային տնտեսությունները, սա է, եւ դա մեծ հնարավորություն է տալիս Եվրոպական միության շուկա եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները արտահանում իրականացնել, եւ մենք հիմա նաեւ մեխանիզմներ ենք քննարկում, օրինակ վարդի մասով Եվրոպական միության շուկա դուրս գալու։ Տնտեսագետ Աղասիթ Հավադյանը նշում է, վերջին տարիներին Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումների թիվը աճել է, ուստի սահմանափակումներն ու առավել եւս ԵԱՏՄ շուկայից հրաժարվելը տնտեսապես հիմա շատ ավելի ցավալի կլինի, քան տարիներ առաջ։ Օրինակի համար 2022 թվականի 12.6% տնտեսական աճի կեսը եկել է բանկային համակարգի եւ ՏՏ ոլորտի վրա, որոնք անմիջապես աճել են Ռուսաստանից եկած կապիտալի եւ ՏՏ ոլորտի աշխատուժի ներքո, որը հասկանալի է, եթե մենք ԵԱՏՄ անդամ պետություն չլինենք, արագորեն չէր գա Հայաստանի Հանրապետություն։ Սակայն ամենամեծ բացասական ազդեցությունը ըստ մասնագետների Հայաստանի տնտեսության վրա կթողնի գազի հնարավոր թանկացումը։ Ըստ մամուլում տարածվող լուրերի առաջիկայում սպասվում է կապույտ վառելիքի գնի բարձրացում։ Իշխանությունը այս լուրը պաշտոնապես հերքել է։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը լրագրողներին ասել է, որ Գազպրոմը գազի թանկացման հարց չի բարձրացրել։ Մանուշակ Մելքոնյան, Հարություն Տոլանյան, Էպիկենտրոն։